բոլոր էներգիաները դրանք հայտնաբերվել են Արարչի կողմից եւ ներկայումս 14 նման էներգիաներ գոյություն ունեն, որոնցից վերջինը 111 տարի առաջ է հայտնաբերվել Արարչի կողմից։ Հենց արարչական էներգիա։ Այո, արարչական էներգիաներից մեկը, որ մենք հիմա անունները թվարկում ենք էներգիաների, որ օրինակ Արկեմիսեի, Աթինաս Պալասի եւ այլն, պարզապես այս էներգիաները Արարիչը կոչել են նրանց անունով, նրանց տվել է ամեն մեկին լիարժեք կարողություն տիրապետելու այս էներգիաներին, բայց դրանք բոլորը Արարչի էներգիաներն են։ Առաջին հերթ բոլորին հավասարաչափ տրվել է արարվածներին, այո, չէ, արարվածներին բոլորին հավասարաչափ տրված է այս էներգիաներից, մնացածին ստանդարտ, բոլորին մի տոկոս։ բոլոր ծնված դիցերին որպես օգնություն, սա այդ 1% ասվածը չեք պատկերացնի ինչ հզոր բան։ Այո, ամեն էներգիայից պատկերացրեք 8 էներգիա, 8 էներգիայից ամեն մեկից 1% ամեն ծնված դից ունի, բայց նաև ունի հնարավորություն այս էներգիաները իր մեջ զարգացնելու գիտությունների շնորհիվ։ Եթե անգամ կզարգացնի 100%-ով կտիրապետի որևէ էներգիայի կամ 8-ին էլ, ոչ ոք դրան դեմ չի։ Դրա համար էլ դիցերը սարսափելի տարբեր վարկանիշ, կարգավիճակ, տիտղոս ունեն։ 4 դից ընդամենը ունի Սուրբ Սրբոց դիցի տիտղոսը։ Ինչով է պայմանավորված։ Ով ոնց աշխատում է։ Պատկերացրեք, որ եւ դա սահման չունի։ Ամենաշատը, ասենք, մեր արարված տիրուհիները ամենաշատը իրանց այդ բոլոր գիտություններով, երբ որ հարցնում ենք, ասենք համեմատական, Արարչի հետ համեմատած, ասենք իրանց այդ որ միլիարդների են տիրապետում, ասում եմ, որ մոտավորապես 5-20%-ի է հասնում դա։ Ոչ ավելի։ Պատկերացրեք, եթե արարչագործությունը չի դադարում դեզերքում, ոնց կարող է գիտելիքների թիվը ստանդարտ լինի եւ այդքան քիչ լինի։ Եթե հաշվի առնենք հատկապես այն փաստը, տեսեք, մենք մտածում ենք, չգիտեմ, Աստվածաշնչով մեզ այդպես կերակրում են, որ 7 օրում արարվեց ամեն ինչ։ Հարարիչը հա, լմի 7-րդ օրում, 6 օրում։ Դե մենք, չէ, ես որ արարչական օրացույցով եմ գնում արդեն 7 օր դեռ 8-րդ դա հանգիստ, արդեն իմ մեջ նստացրել ու ֆիքսել եմ, սա։ Հա, 7-8-ը։ Հիմի տեսեք, իրականում 2 միլիոն տարի դուք պատկերացնում եք պրպտումներ, արարումներ, բնության, կենդանիների, տիեզերքի ամբողջ այդ պատերը, մոլորակները, այդ ցանցերը, սա մի հսկայական աշխատանք է, որ մի օրում չի արվել։ Սրա վրա Արարիչը կոնկրետ տանջվել, տառապել, հայտնաբերել է միլիոնավոր տարիների ընթացքում։ Ահա մենք ասել ենք, որ տիեզերքը սահման ունի։ Դե ասենք այդ անակնկալը։ Այդ ինֆորմացիան էլ միայն թույլատրելի է եղել Արարչի կողմից, ասել դրա համար մենք ասել ենք տիեզերքան սահման, մենք հավատացել ենք։ Մենք չեն ասել, պարզապես չեն ասել։ Սահման ունի, խորանարդաձև է տարածքը եւ ունի գույն, մուգ կապույտ։ Երկրագնդի կլորցված է դրանք։ Խոսքը տիեզերքի մասին է, դա ճիշտ է, ոնց է։ Հա, իհարկե, այո, ձվածևը ճիշտ է։ Թույլ ձվածև է, գնդաձև է համարյա։ Հիմա ներկայացնեմ այս էներգիաները։ Առաջինը, սա ամենաթույլ էներգիան է, կի էներգիան, որը Արկեմիսեի անունով է կոչվում։ Հիշեցնեմ, որ Արկեմիսեն մեր նոր արարված տիրուհիներից է, ով արարվել է Արտեմիսեի փոխարեն։ Եվ այս էներգիան տիրապետողը օժտված է նաև բժշկության կարողություններով, այսինքն ինքն իր մեջ բժշկություն է ներառում։ Չին Աթինաս Պալասի անունով, սպիրտը Անաիդայի անունով, որը նույնպես օգտագործվում է բժշկությունների համար։ Հենց սպիրտ։ Այո, սպիրտ։ Մենք ունենք նշված այն էներգիաների նշանակությունը, որը կարողացել ենք պարզել։ Քանի որ մյուսների վերաբերյալ չենք կարողացել առայժմ հարցեր ձևակերպել,
այսինքն սրա համար է օգտագործում, նրա թե նրա։ Առայժմ մենք չգիտենք դրանց նշանակությունը։ Այնպես որ որը գիտենք, այդ ենք ասել։ Հաջորդը շակտին է, որը ապրոտիդեի անվան էներգիան է, ուրգուն, որը քրոնոզի էներգիան է, իրենից հետո նրա ծոռին է տրված այս էներգիան, ով էլ քրոնոսի փոխարեն իրենց տիրույթի, այսպես կարելի ասել, գլխավորն է։ Բայց հիմի ասեմ, որ այս վերջին ժամանակվա վերջին փոփոխություններից հետո նրանք բոլորը հալդի տիրապետության տակ են։ Այո։ Բոլորը։ Միքայել աչ, Միքայել ձախ, ուղիղ դեպի վառարան։ Այս վերջերս 300,000 հոգի, այսինքն նրանք թվով այդքան էլ շատ չեն։ Մնացել են ընդամենը 9,000 հոգի հակառակորդ կողմից։ Ну պլյուս մինուս էլի ես կլորացրած եմ ասում։ Մի քանի հոգի ավել։ Հա, մի քանի հոգի հնարավոր է ավել։ Ուրեմն 300,000-ի որ տարել էր, այնտեղ մի քանի հոգի մեջից անմեղ էին եղել, իրանց հետ էր ուղարկել։ Թիվը խախտվել է, էլի։ Իրանք մնալու են արդեն։ Հետ հաշվարկա եղել։ Իրանք մնալու են արդեն։ Հա, իրենք մնալու են։ Չէ, գիտեք ինչ ասենք որ տանում է իրանց։ Դե հերթով նայում է, չէ, ոնց կարող ասենք արարի չի անմեղ մարդուն տանի ասի գնա։ Всё, ժամանակաշրջանն ավարտվեց։ Հա, տեսելա որ չէ։ Կամ որ ասենք ինչ որ չափանիշներով, դե իր չափանիշներով նա արդեն այդ ամենը անում է։ Այնպես որ 9,000-ին մոտ պլյուս մինուս, ասեք։ Իսկ հիմա ձեր ասածը որ ով որ անմեղա հետ անի գա իսկ դա պատմի կլինիկական մահի Չէ, խոսքը դիցերի մասին է խոսքը։ Հա, ոչ թե։ Կարանք ասենք այդ մարդկանց ստանում են որպես սվիջեցել, որ տեսնեն ոնց են վառում։ Ոնց են վառում, դա այստեղ պատմեն։ Ճամփա, որ նրանց հացխել են գալու։ Դե հասել ասում 12 վախը մի մահ։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ սրա ականատես եղած կլինի չէ, ականատես չեն եղել, նենց սենց բան։ Էջ չեն մասնակցել Չէ, մասնակցերի թե մասնակցերին էլ չէին կարող։ իմանային տեսնեին որ Այս ամենը տեղի է ունենում, պատկերացնում եք Արեգակի վրա, նրանք ոնց պիտի ականատես Չի լինեն։ ասենք իմանում որ տարան գնացին Դե այդ բոլորն էլ իմանում են, մենք էլ ենք Եթե իմանում։ մենք գիտենք, դիեզերքում կա մեկը որ չգիտենք։ Իհարկե ոչ։ Ուրեմն ներկայացնեմ մեր հաջորդ էներգիան, պրոմոն, որը աստղի էներգիան է, կրատը, որը հալդի էներգիան է, եղել է արամազդի էներգիան։ Այնուհետև պին այսեմիկեի էներգիան է։ Սրանից հետո արդեն գալիս են արարչի էներգիաները, որ կոնկրետ իրեն են տրված, այսինքն ոչ թե իրեն են տրված, ինքն է կառավարում այս էներգիան։ Միայն ինքնա կիրառում։ Հայո, իր կիրառման ներքո են այս էներգիաները։ Դա կունդոլինի էներգիան է, գրուրողքն է, կորքոնգոկն է, ակրենե, այս ակրենե էներգիան է, որը որ 111 տարի առաջ հայտնաբերվել։ Ուրքուր 1 Երկրորդը գրուրողք, կորքոնգոկ, ակրենե, ուրքուր 1, կայծագեր։ Այս էներգիաների ուրքուր 1-ի մասին եմ ուզում խոսեմ, ժողովուրդ ջան։ Այս մաքրագործումները սրբավայրերի որ տեղի են ունենում, հենց այս ուրքուր 1 էներգիայի շնորհիվ են տեղի ունենում։ Այսինքն հենց այնպես մենք ուղղակի ինչքան էլ որ կանգնենք, այստեղ ինչ ուզում ասենք, այդ process-ը տեղի չի ունենալու։ Սա կոնկրետ էներգիա այստեղ պիտի ներկա լինի, որ այդ մաքրագործումը տեղի ունենա։ Այսինքն Սա նաև Կամ պիտի այդ էներգիան ներկա լինի կամ պարոն Ռուբենը։ Հա։ Հիմա այդ էներգիան է ներկա պարոն Ռուբենը։ Այդ էներգիան անպայման Վիճի գոհար։ Արմենն ասում է տեսա զգացի ասում է եկա հաղթեցի տեսա զգացի Նախորդ իմանում եք կա թե ասենք Չէ, պարզապես այդ օրը որ մենք պիտի գանք սրբագործման
ոնց ասեմ, այդ ժամանակ իրենք ժամանակավոր արարիչը մեզ օժտում է այդ էներգիայով, որպեսզի այդ process-ը այդտեղ տեղի ունենա։ Սենց մոտավորապես այս կարգի։ Ուրեմն արարչի կունդոլին եւ գրուրող էներգիաներից առավելագույնը 40%-ով տրվում է որոշ դիցերի, առավելագույնը կոնկրետ նպատակի համար։ Միայն այդ երկու էներգիաները։ Միայն այդ երկուսից այն էլ առավելագույնը 40%-ով։ Իրականում կորքոնգոկը բավականին շատ բաներում է գործածվում։ Այո։ Եվ մեր մտքերը տիեզերք տանելուն։ Կորքոնգոկ էներգիայով են գնում մեր մտքերը։ Սենց չէ, սենց։ Այո, դուրս է գալիս եւ Վերջին չակրայից միտքը դուրս է գալիս, տրամաբանության միջոցով միտքը գնում է դեպի վերջին չակրա, արարչի հետ կապի պատասխանատու չակրան եւ այնտեղից միանում է կորքոնգոկ էներգիային ու ուղիղ գնում դեպի արարիչ։ Կորքոնգոկ էներգիան գործում է ամբողջ տիեզերքում։ Բոլոր պատտվող մարմինները, բոլոր ջրապտույտները, հողմապտույտները, այո, երկրագունդը, ամեն ինչը պատտվում է կորքոնգոկ էներգիայով է։ Եւ եթե մենք կանգնած ենք դեմքով դեպի արևելք եւ բարձրաձայն ենք դիմում, մեր խնդրանքը 5 րոպեում հենց կորքոնգոկ էներգիայի միջոցով հասնում է արարչին։ Իսկ եթե ցանկացած դիրքում պարզապես մտածում ենք, լուռ ենք անգամ, 20 րոպեում մեր միտքը հասնում է արարչին։ Պատկերացնում եք, չկա որևէ բան, որ արարչին լսելի չի, տեսանելի չի։ Ինքը կարող է անտեսել, կարող է չարձագանքել, բայց չլսել, չընդունել, չկա այդպիսի բան։ Հետևաբար մեր մտքերը այնքան կարևոր են, այնքան պետք է խիստ վերահսկենք ինքներս մեր մտքերին։ Եվ դա չընկալենք որպես բռնություն ինքներս մեզ նկատմամբ։ Ոչ, սա է միակ ճիշտը սա է, որովհետև ազատ կամքը չի նշանակում անպայման սխալվելու իրավունք, անպայման ամենաթողություն։ Ազատ կամքը տրված է ճիշտը ընտրելու համար։ Ինչի ենք անպայման շեղվելով մտածում։ Բայց նորից ես խնդրում եմ, սիրելի հետևորդներ, լինում է ակամա մենք մտածում ենք շատ անհեթեթ ինչ-որ բան։ Ակամա դա ոնց որ մենք չենք մտածում, ինչ-որ մեկը բերում մտցնում է գլուխը։ Տեղն ու տեղը շուռ ենք գալիս դեպի արևելք եւ դիմում ենք արարչին, խնդրում ենք ազատել մեզ այդ մտքերից, օգնել մաքրազերծվել, մեր տրամաբանությունը մաքուր պահել, մտքերը մաքուր պահել։ Եվ այսպիսով կորքոնգոկը եւ բուժման նպատակով է օգտագործվում, մտքերը տեղափոխելու նպատակով եւ նաեւ տորնադո անող այս մեր էներգիան։ Բոլոր տորնադոները տեղի են ունենում արարիչը անում է կորքոնգոկ էներգիայի շնորհիվ։ Այո, դա հենց այդ կորքոնգոկն է, այդ տորնադոն, որ ինքը անում է։ Նոր չի սկսել, բայց այսքան իրար վրա աղետ, կարկուտ, կայցակ, տորնադո եւ այլն պատահական չի։ Լուսադեմին բա ինչ կայծավ ու ամպերերի գմփոց։ Եվ ժողովուրդ ջան, իսկապես սա արարչի ձեռքի գործն է, մենք սա հարցրել ենք։ Եվ կոնկրետ այդ քանդելը, կամուրջի քանդվելը, դա կայցագերով արվածներ։ Այո։ Ուրեմն կայցագերը իր զայրույթն է այսօրվա տեղի ունեցող դեպքերին։ Մինչ հիմա շատ մեղմ է մեր նկատմամբ գտնվել արարիչը։ Բայց այս բողոքները, որ մենք բարձրացնում ենք արդեն արարիչ, նայում է, տեսնում է ինչա կատարվում ու իսկապես արձագանքում է։ Եվ սա դրա ապացույցն է։ Մենք մեր եթերների ժամանակ էլ ենք ասել, սիրելի ժողովուրդ, եթե եղանակային այնպիսի աղետ է, որ իսկապես աղետ է բերում ձեր գլխին, բարի եղեք, խնդրել մի րոպե չի տևում, դադարում է այդ աղետը,
Չեք ուզում գնացեք չոքեք ձեր Հիսուս Քրիստոսի առաջ ու խեղդվեք կարկուտից։ Ոնց որ այս տարի մարդկանց մեծամասնությունը բերք չունի։ Այդ հողոքում էին այսքան լավ ասեցին։ կլիմա ապահովելով այս տարի։ Այո։ Ասմա չեք ստանալ։ Ուրեմն ժողովուրդ ջան, կայծագեր էներգիան։ Համ մաքրող, համ հողն է պարարտացնում ազոտային հանքանյութերով եւ ավերող ֆունկցիա ունի եւ օզոնային շերտի վերականգնող ֆունկցիա ունի։ Կայծագեր էներգիա։ Ամենահզոր էներգիան Սուրբ Սրտոց Արարչի, որի այն չնչին տոկոսն է, որ կայծակի վերածված մենք տեսնում ենք այդ ամեն ինչը, որ կատարվում է։ Եվ օգտագործում է կայծակերը տիեզերքի ցանկացած հատվածում, որտեղ անհրաժեշտություն կա այդ մաքրման, այսինքն ցանկացած թույների ստակման, չեզոքացման, մաքրման նպատակով օգտագործում է կայծագետ էներգիան։ Կայծակը, որը մենք տեսնում ենք, կայծագերի ընդամենը այդ լուսային արտացոլումն է, դա բուն էներգիային չի վերաբերում, այլ նրա վիզուալ դրսևորմանը։ Ինչ ենք տեսնում, մենք կայծագերը չենք տեսնում, կայծագերը չենք կարող։ Եվ մի օր ինձ մոտ հարց առաջացավ, օրինակը լինում է դեպքեր, որ մարդկանց է, չէ, կայծակը խփում։ Ես մտածում եմ միգուցե պատահականություն է լինում, որ այս մարդիկ հայտնվում են հենց այդ կետում, որտեղ որ այդ կայծակ այդ պահին մաքրման աշխատանքը գնում, ենթադրենք ու ինքը ոնց որ ընկնում է այդ հոսանքի տակ։ Եվ պատկերացեք պատասխանը եկավ, որ ոչ նման բան չկա, այսինքն ոչ մի, այսինքն այնքան ճշգրտությամբ բա տեղի ունենում, որ ոչ մի պատահական մարդ չի կարող այդ հոսանքի տակ ընկնել։ Այսինքն այդ մաքրման հետ միասին նաև այդ մարդու մաքրումն էլ այսպես ասած նախատեսված Արարչի կողմից այդքան ճշգրտությամբ է ինքը օգտագործվում։ Ցավալի է, բայց փաստ է։ Մի կերպ մարդուն բերում հասցնում այդ մաքրման զոնա։ Մի անգամից մաքրում է։ Գենա զորով էսա քանի տարի աչարչարվեց դերեք էս է։ Անեկդոտ չի դա Կարինե ջան, դա հազիվ է մեզ կանից Հավաքել Տիտանիկի։ Բայց այդպես է, իրականում այդպես է, Թուրքիայի երկրաշարժը հենց այդպես է կատարվել։ Ոչնչացվեցին այն մարդկանց հոգիները վերամարմնավորված, ովքեր հայերի անմիջական ցեղասպանողներ։ Անցյալ օրը որ ասացինք պարոն Ռուբենի, որ Վենեսուելայում մեծ երկրաշարժը եղել է, մեկ էս լուրջ դեմքով մնաց, մեկ էլ խոսում է իրենց հետ, ասում է լավ ասում եմ, մենք դες այդքան խնդրեցինք, դուք կարողացաք մի ճիշտ տեղանել եք դիետաշարժը, Վենեսուելայում արեցիք։ Իհարկե պատասխանն եկավ, գիտեք ինչ ժողովուրդ։ Բաքու, Անկարայում, Իսլամաբադում, Իսրայելում։ Մենք պատիժ պիտի խնդրենք։ Մի րոպե, ինչ է նշանակում, երբ պետքա կլինի։ Գլավար ինքը։ Եթե մեզ ձեռա տալիս, իրաց ձեռա տալիս, երբեք էլ պետք չի։ Նկարեմ գա։ Ուրեմն ներողություն Սուրբ Սրբոց Արարիչը կարա ընդհանրապես չնայի ներքև, ինքը այդպես էլ արել է, այն որ մենք մեկ-մեկ ասում ենք, բա այսքան ժամանակ, բա ոնց, բա ինչու չի միջա մտել, այդպես էլ արել է, ուրեմն դա ճիշտ է, ուրեմն դա շատ ճիշտ է, երբ որ նայում է ներքև, տեսնում է մենք անգամ չենք բողոքում, մենք չենք դժգոհում, այո, մենք այս պահին չենք կարող զենք վերցնել կամ չունենք այնպիսի զենք, որից մեր թշնամին վախենա, կամ գուցե իրանց ունենք, չգիտեք այդ ասում։ Ահա, կարող է ունենք։ Բայց եթե դու ի վիճակի չես ինքդ անելու ու չես խնդրում Արարչին, որ քեզ օգնի, վրեժդ լուծի գոնե, կամ պատժի էս ինչին, ձեզ թվում է ինչը Արարիչը պիտի անի, այն դեպքում ներողություն, ջհուդն ու թուրքներն են, չէ՞, նույն ձևի իր արարած հոգիները։ Այո, այդ մարդիկ որպես մարդ սխալ ծրագրով են, ոչ արարչական ծրագրով են ապրել։ Բայց այդ հոգիները նույնքան թանկ են Արարչի համար, որքան մեր հոգիները։ Նրանք
ամեն ինչ անում են, նրանց կապը Արարչի հետ չի կտրվում, դուք հասկանում եք։ Մեզ ամեն կերպ կտրել են։ Ես դեզինֆորմացիա են անում, Մենք մուսուլմանի պես օրը 5 անգամ փողոցի մեջտեղը կովրիկը դնում ենք աղոթում ենք։ Օրը քանի անգամ եք դիմում։ Շատ արագ ասեմ, ուրեմն իսկ միգուցե Արարիչը նաև պատժում ասեք, դες ասում եք Իհարկե պատժում են։ Ես օրինակ sense եմ մտածում, որ մենք ունենք շատ հայ, մենք ունենք ո՞նը համարյա բոլոր նորությունների հեղինակները հայերը։ Բոլոր դյուրարարների եւ մի խոսքով ամեն բժշկական գծով նաև։ Միգուցե Արարիչը ասում է, դուք այսքան խելացի եք, ես այս խելքը տվել եմ դες, բայց դուք գնում եք ուրիշ երկրում, արարում եք ուրիշ ազգի համար։ Ոնց որ հիմա նաև մեկ, ոչ մեկը ասեք իմ երեխեք ասեն, կոնկրետ ես տենց վերցնեմ։ Այո, Բայց ճիշտ է պատժի որ։ իսկ ինչի պետք է չպատժի։ Ես համամիտ եմ լրիվ։ Խելքն էլ ա տվել, ձեռն էլ, ոտն էլ, երկիրն էլ, հայրենիքն էլ, գիտելիքն էլ, լեզուն էլ, իր լեզուն տվել ա։ Գնացեք Ամերիկացում ծառայեք։ Հասանք Կունդոլինի էներգիայի ֆունկցիաներին։ Ժողովուրդ ջան, այն որ մենք Սուրբ Սրբոց երկտային եւ երկրային տիրուհի Այսեմիկեին խնդրում ենք, ասում ենք մի հատ էս ամպերը խնդրում ենք հեռացրեք, որ անձրև չգա կամ այնպես արեք, որպեսզի անձրև գա, դրա կարիքը կա եւ այլը։ Այս ամենը տեղի է ունենում մեր Կունդոլինի էներգիայի շնորհիվ։ Այս էներգիայով ամպերը իրենք հեռացնում են։ Ասֆալտի քանդում, քարերի կոտրում, ամպերի հեռացում, այս ամբողջը Կունդոլինի էներգիայի շնորհիվ է տեղի ունենում։ Մեր հետևորդներից մեկը զանգել էր, ասում եմ գնում էի շուկա ու շոր չեմ հագել, մի անգամից եղանակը ցրտեց, անձրև, փոթորիկ քամի ասում եմ շուկա եմ կանգնել եմ արևելք ու խնդրել եմ Այսեմիկեին, ասեցի տիրուհի ջան, դադարեցրեց մինչև ես հասնեմ տուն, ասում եմ նույն րոպեին, երկինքը բացվեց, արև, ասում եմ հասել եմ տուն, մտել եմ ու անձրևը շփալ եմ 100 անգամ արել, փորձել եմ 100 անգամ։ Ժողովուրդ ջան, մի դեպք պատմեմ այս առումով, այս առիթով հիշեցի։ Ծննդյանս օրն է, Մոսկվայում ենք եւ ուզում ենք գնալ այգում նշելու։ Այսինքն այգի ասելով շատ գեղեցիկ տեղ է, իր բոլոր հարմարություններով, դե որպեսզի ամառ օրա հուլիսի 7-ն է, տանը չնստենք, ասեցին գնանք այնտեղ նշենք։ Հիշեք։ 7-ը Ոչ, որ դուք չհիշեք, ես Facebook-ում կհիշացնեմ։ Հա, Ես դուք չեմ տա դուք մռոնեք։ Այո, հա, դուք չեմ տա։ Ուրեմն հիմի ուզում ենք տանից դուրս գանք, մեր հյուրերն եկել են ու պատրաստված դրան դեմ կանգնած ենք որ դուրս գանք, նայում ենք ամպերին, նայում ենք մեզ, մեր պատրաստություններին։ Էնել ասա որ նախապես հայտարարվել է փոթորիկի, չգիտեմ ինչ ոչ ոք տանից դուրս չգան։ Հա։ Քանի որ այդ ժամանակահատվածում պարոն Ռուբենն էր Մոսկվայում բնակվում, բնականաբար մենք բարեկամություն ենք անում ու ես իրեն եմ հրավիրում այդ օրը, որպեսզի միասին գնանք նշենք։ Ու մենք հիմա մտածում ենք լավ, այս վեճերը հետ դնենք, գնանք տանը, սկսենք պատրաստություն տեսնել։ Պարոն Ռուբենը հարց ու փորձ անում իրենք ասում են գնացեք։ Հիմա ասես նայում ենք, հա, գնանք թե չգնանք, գնանք թե չգնանք։ Ասում է գնացինք։ Դե լավ, նայում ենք, բայց սարսափելի, այսինքն մի բաց տեղ չկա, ամբողջը ամպա։ Ուրեմն այդ պարկը այնքան մեծ այգի է, հայերեն խոսել։ Բոլորը այդտեղ գալիս են, նստում են, ժամանակ են անցկացնում, հատկապես այդ 6-ից հետո, գործից հետո բոլորը այդ այգիներում նստած են։ Գնում ենք, բոլորը փախնում են այգուց, ամպերը հոչ են գոռում, բոլորը իրենց տներով ու զարմացած նայում են, թե այս կամանդան ես ուր ասած գնում։ Մենք փախնում ենք Իրենք գալիս են ու հանգիստ մենք մեր համար գնում ենք։ Գնացինք, տեղավորվեցինք, նայում ենք մեր շուրջ, բացի մեզանից մի շունչ չկա այդ ամբողջ հսկայական մեծ այգում, մենակ մենք ենք։ Վերջը մի խոսքով կրակ արեցինք, պատրաստվում ենք խորոված անելու, մեկ էլ մորաքույրս չես ամպերը գոռում են ու 1-2 կաթիլ, սենց ոնց որ անձրև ասես գցում, 1-2 սենց հազիվ։ Մեկ էլ մորաքույրս այսպես ասես բարձր ձայնով էլի, մենք ոչ մեկ չենք նկատում, մենք մեր գործով ենք այդտեղ զբաղված, սենց արեց։ Վայ, աստու մեռնեմ թե մեռնեմ աստու զորությանը, հա, մեռնեմ աստու զորությանը, ինքն Լեննականի բարբառով ու ակցենտով է խոսում։
Հələ ասում է, մեզի համար է աղոթում, որպեսզի անձրև չգա։ Շրջվեցինք բոլորս այդ կողմ, տեսնում ենք մի երկնագույն հագած կին, երկնագույն հագած, այսպես ցիլինդրը դրած, արծաթագույն մազերով, մեզանից մոտավորապես երևի միջև այս շինությունը մի փոքր են կապույտը, որ կա այն կողմ նրանից, հա, մի 50-100 մետր այն կողմի վրանց։ Ուրեմն նայում է վերև, այսպես սենց խաչեր անում, սենց փոքր խաչեր, ինչ որ սենց գործողություններ անում, ինչ որ բաներ ասում։ Ապշած բոլորս շրջվել ենք այդ կողմը։ Դե արի իմացի ինչ է անում։ Ուրեմն դադարեց այս անձրևը, արդեն դե մի քիչ սկսում են ամպերը այդ հետ գնալ։ Այս կինը այսպես շատ գեղեցիկ քայլերով, սենց մի 5 րոպե տևեց իր այդ ամբողջ process-ը ինչ որ արեց ու գալիս է դեպի մեր կողմ։ Շատ այսպես, գիտեք, տպավորությունը ոնց որ տարիքով է, հետո այս ցիլինդրը սենց դրել աչքերի մասը փակ է, ասես չի երևում դեմքը իր, էլի։ Իրան լավ քողարկել է, բայց որ նայում ես այդ արծաթափայլ մազերին, զարմանում ես արծաթից մազերով ով կա ստեղ ասենք, անհնար բան է։ Ինքը շատ գեղեցիկ կազմվածքով նիհար, ու հետո որ իրենք հագնվում են, այնքան հետաքրքիր է իրենց հագուստները, ոնց որ իրենց վրա կարած լինի այդ հագուստը։ Այսինքն եթե գծած, սենց չէ, ոչ թե այդպես, լեն, այո, շատ քիփ չի, լայն չի, իր չափով, իր վրա, իր համար կարած գծած։ Սենց բաներ չեն Չէ, այնքան գեղեցիկ, ուրեմն հանգիստ քայլերով սենց մոտեցավ, դե պարողները մեզանից առանցին կանգնած էր այն կողմի վրա, իրեն սենց գլխով արեց, բարևեց, ռուսերեն լեզվով բարևեց, ինքն էլ իրեն բարևեց, մենք կողքից արդեն նայում ենք իրենց։ Եվ այսպես գլխով բարևեց, պարոն Ռուբեն, իրար բարևեցին այդպես, պարոն Ռուբենը ասեց շնորհակալություն, այս կնոջը, ու ինքը շարունակում է ճանապարհը անտառի կողմ։ Մինչ այդ շրջվեց այդ ամբողջ այդ ժողովրդի մեջից ախագին մարդ էինք, էլի։ Նայեց իմ դեմքին, սենց ժպիտով սենց մի հատ բան արեց։ Որ սա քեզ համար է, էլի, այսպես։ Ու գնացինք անտառի խորքը։ Նայում ենք, ինչ ամպեր, ինչ բան։ Մենք մեր քեֆն արեցինք, վերջացրեցինք, հավաքվեցինք, մի 2-3 ժամ գնացինք տուն։ Ուրեմն մեր տուն մտնելը, միջև հասանք պատուհանին, որ նայենք, այ այսքան էր անձրևը, ջր հեղեղ, Այն կարգի էր պահեմ, մի կատի չեր Պատկերացնում եք ինչից կարող է փրկվել մարդը, գյուղացու բերքը։ Մենք գյուղում ենք ապրում, թողոց գյուղում։ Ուրեմն երեկա ենք, անձրև ագնալու, բայց ասեցի անձրև չէ, ջրհեղեղ, ահավոր, այս գալիս է։ Միշտ պապա սիրիկուները մեր ախիրից բայց մինչև կես ժամ եք ահավոր ջուր, այդ ահավոր, ասում, լացում ենք պապա կարող անորի ջրհեղեղ լինի, ասեց բալես չէ, մեր գյուղը թեք է, չի լինի ջրհեղեղ, բայց որ վախում եք, չոքեցեք ձեր խնդրանքը կլսի Աստված, չոքեցեք Աստվածին, խնդրեցեք կկտրի։ Ուրեմն այդ սելավը, այդ ինչ ահավոր բաներ, երեխեքով 7 երեխա ենք, չոքեցինք, աղոթեցինք, վարկյանական այդ ձեր ասածի պես ու մի արև բացվավ, մինուս ես գնացել եմ աղբերի ջուր եմ բերել, որ պապաս խմի։ Արարչագործության հենց սկզբից, ինչպես գիտենք, այսինքն երևի հիշում ենք, որ Սուրբ Սրբոց Սրբերի Ծարարիչը էներգետիկ դաշտը տեղադրել է հողի մակերևույթից 33 մետր խորության վրա։ Բայց այս տարիների ընթացքում, այս 4 միլիոն տարվա ընթացքում անընդհատ նյութը շերտ ավելացել է երկրագնդի վրա։ Այն որ ասում են ինչ կա նյութը մնում է ոչինչ չի ավելանում եւ այլն, ոչ այդպես չի, նյութը անընդհատ ավելանում է եւ երկրագունդը իր չափերով մեծացել է։ Այդ պատճառով, եթե այն ժամանակ 360 օր ա տևել տարին, այսօր 366 օր է։ Եվ այդ հողի շերտի բարձրացման հետևանքով այն տեղադրված էներգիան, որը Քրոնոսի էներգիան էր, չէ՞։ Ուրգուն էներգիան է եղել, ի սկզբանե այդ ցանցի հիմքում։ Բայց հիմա այդ 33 մետրից բացի մակերեսի վրա 58 մետր բարձրացել է հողի մակերեսը։ Իսկ էներգիաները, ինչպես գիտենք,
մեկը մյուսին փոխակերպվելու հատկություն ունեն, քանի որ թուլանալու պարագայում մի էներգիան վերածվում մյուս էներգիային։ Մեկը մյուսի ուժեղ տարբերակն է կամ կարող ենք այսպես էլ ասել։ Եվ այժմյան այդ էներգետիկ ցանցի էներգիան հասել է սպիրտ էներգիայի մակարդակին։ Անահիտայի սպիրտ էներգիայի էներգիայով է օժտված այսօր մեր վրա ազդող այս էներգետիկ ցանցը։ Այսինքն ինչ է ստացվում։ Սկզբում այս էներգիան ուրգուններ, հետո երբ որ մի քիչ շերտն արդեն ավելանում է, դառնում է շակտի էներգիա, շակտիից հետո դառնում է սպիրտ էներգիա, հիմա այս ընթացքն է, որ սպիրտ էներգիան է, այնուհետև կդառնա չի, հետո կդառնա կի, եւ երբ որ արդեն էլ всё տեղ չկա, կչեզոքանա, նորից էլի կդառնա ուրգուն էներգիան։ Այսինքն եւս մի էներգետիկ դաշտ կանցկացվի անհրաժեշտ բարձրության վրա իր հզորությունը տեղը տեղին, կոպիտ ասած։ Ամեն ինչ վերահսկվում է Արարչի կողմից։ Փավայրերում, որ մենք լինում ենք, այս տարածքում հողը խիստ հագեցած է մեր Անահիտայի սպիրտ էներգիայով։ Եվ այս էներգիան, այս հողը կարելի է տանել տուն եւ պահել մոտարապես 1 շաբաթ 10 օր, ինքը այդ զորությունն ու այդ հզորությունը ունի, այսինքն այդ էներգիան դուք տանում եք ձեր տուն։ Նրանից հետո ուղղակի որպես հող չեզոքանում է պարզապես։ Արդեն չեզոքանում է։ Ինքը բուժողական էներգիա է, Անահիտայի սպիրտ էներգիան։ Դրանով կատարվում են բուժումներ։ Հիմա մենք կանգնած ենք այդ էներգետիկ հանգույցի կամ վրա կամ մոտ։ Առաջինում Թալինի։ Դուք որ եկաք։ Հա, ասма կորքոնգոկը աչքիս առաջ։ Մեդալյոն տեսա մեկի վզում, դրա մեծը չերվոնի գույն ու կողքերը փայլում էր իմ դեմը, սենց ինքը մտտում էր անում։ Այսինքն էներգիան այնտեղ կորքոնգոկի արարիչն է այնտեղ ներկա։ Հիանալի։ Հիանալի։ Հա, ինձ ասեց այն։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, ամեն անգամ որ գնում ենք այս սրբավայրերը, ինչ որ մեկին կապ չունի, մեկն ու մեկը ինչ որ մի շատ կարևոր բան տեսնում է։ Դրաբերի համայն ապատկերվան կարել։ Օրինակ այսօր մեր ժողովուրդը ասում են ձեր նկարը։ Որ լույսը վերևից եկել է դեպի ձեզ։ Հա, Հոշավանքում։ Հա։ Հայրավանքի վիդեոյի Ուղիղ, ու Վիդեոյի մեջ էլ է երևում։ վերջում գծած էր նկարները։ Հա, նկարները, հա։ Տեսեք անցած այդ անգամ օրը ինքը մենակ Արարչին է դիմել։ այո։ Այսինքն այդ կապը հենց Արարչի հետ է։ Եվ աուրան եւ էներգիա զգացվում։ Ամբողջական աուրան է։ Հա։ Շորի պարոն։ Իսկ գոհարս ձեռքերը սենց ուղիղ այդ լույսը ձեռքերի մեջ է գալի։ Տպավորությունն որ ձեռքերից է գնում։ Մարդը ինչպես ունի վարկանիշ, ինչպես ունի հոգու հետ կապի ցուցիչ, պարզվում է որ մենք ունենք նաև տրամաբանության ցուցիչ, ունենք նաև առողջության ցուցիչ։ Համեմատական առումով Արարչի տրամաբանական ցուցիչը վերցնենք 100%, բայց իհարկե սա մի փոքր սխալ պայմանական օրինակ է, որտեվ Արարչինն էլ չունի սահման, որովհետև Արարիչը ինքը մշտապես ինքնակատարելագործման մեջ է։ Այդ մենակ մեզնից չի է ինքը պահանջում։ Ինքը մշտապես այդ process-ի մեջ է։ գործի մեջ է։ Ուրեմն երկնայինների տրամաբանության ցուցիչը պատկերացրեք համեմատ Արարչի այդ կատարելության, չգիտեմ 100%-ի մի քանի 100-ի 20% է կազմում երկնայինների տրամաբանության ցուցիչը։ Տիրուհիներին պատկերացրեք։ Առավելագույնը։ Եթե ինչ որ մեկը հասել, ասենք այդ միլիարդավոր այդ գիտություններ տիրապետել այդ ամբողջը եւ այլն իրար հետ 20% այս են մասինա որ համեմատաբար ասենք որ ով էր հարցնում թե ինչքան է գիտությունների սահմանը որ վերջանում է չի վերջանում հիմի արդեն այս համեմատականով դուք լիարժեք բարձ կհասկանաք որ այդ միլիարդավոր գիտություններ տիրապետողները ունեն ընդամենը 20% համեմատած Արարչի իսկ մեր մոտ այդ տրամաբանության ցուցիչը ժողովուրդ ջան առավելագույնը 2%-ն է
2% տրամաբանության Այս դուք չեք սխալվում, մարդկանց մեծ մասինը այո, մենք դա էլ ենք ճշտել։ Մենք դա էլ ենք ճշտել։ 0.1 է։ Ոչ, 0.01, 0.02, 0.017։ Այդ երկու, որ ասում ենք, այդ ակադեմիկոսներ, չգիտեմ, այն հանճարները մարդկային, որ կան, իսկական հանճարները, նրանցը 2%-ի ձգում է։ Չի, հա, ինչ ով ասում ձգում Ալիլի ջան, իրանց այդքան չի ձգում, մի րոպե։ Մի րոպե։ 1.91 Բա էլ ինչ ակադեմիկոս ինչ ձգում իր բան։ Նայել։ Ես բան ասացիր, զարմացած մնացեք։ Դիք գոյանը չեմ հիշում ճիշտ ասած ինչքան է։ 79, 1.79։ Աշոտինն եմ հիշում, որ 1.91 Լիլիթի հետ, այո։ Աշոտը խաբար չի։ Չէ՞ իմանալ Աշոտը որ նման բան գոյություն ունի։ Իմացի Աշոտ։ Այո, տրամաբանության ցույց։ Ուրեմն հիմա գանք առողջության ցուցիչներին։ Ինչպես ենք իմանում, ինչի հետ համեմատած։ Որպես ցուցիչ, որպես սահման ընդունում են կատարյալ լիարժեք առողջ ծնված երեխայի առողջությունը։ Դա ուրեմն էլի ընդունվում է որպես 100%-ի համեմատ 2%։ Եվ ինչպես մնացած բոլոր ցուցիչները սա նույնպես մարդկության պարագայում բավականին բարդ վիճակում է, որովհետև քանի մեծանում ենք, ուրեմն մենք կորցնում ենք այդ 2%-ը, պակասում է ավելի։ Եթե տրամաբանության պարագայում աճում է, այնուամենայնիվ էլի երեխայի հետ համեմատած ցանկացած միջին վիճակագրական չափահաս մարդ տրամաբանելու ավելի ընդունակ է։ Առողջությունը հետընթաց է ունենում։ Եվ երկնայինները 5-ա իրենց առողջության, հա 5 աստիճան կամ չգիտեմ տոկոս չի էլի սա որ ասենք 5%։ միավոր սենց ասենք։ Միավոր, հա, ինչ որ մի աստիճան։ Իսկ մեզ մոտ դա 2-ա, դա նորածին ծնված երեխայինն է, որը իբրև նու համարվում է առողջ։ Որը լրիվ առողջ է ծնվել։ Հիմա որը առողջա ծնվել։ Կան լիքը երեխաներ, որ լիքը հիվանդություններով են իրենք գալիս։ Այո։ Բակտերիա են անում, պատվաստում են անում, էլ ինչ առողջ։ Հա, օրինակ, հիմա մի հատ ստեղ կարևոր բան էլի պիտի ասեմ։ Եթե ինչ որ մեկը ձգտում է, որպեսի դառնա դից, պիտի նաև շատ ուշադիր լինի իր առողջությանը, այսինքն մենք մեր ֆիզիկական մարմնի նկատմամբ պիտի հոգ տանենք մենք մեր առողջությունների մասին, որովհետև եթե մեր առողջությունը 1.2-ից 3-ից պակաս եղավ, մենք պարզապես չենք կարող այնտեղ գնալ։ Այսինքն նրանք պիտի ստիպված լինեն երկարատև ժամանակ վերականգնել այդ առողջական խնդիրը, բայց երբեմն ասենք հնարավոր է այնպեսի վատ ոչ մի երաշխիք, որ կվերականգնվի։ Եթե մենք 90 տարեկան ենք դարել, պատկերացնեք վարկանիշը բավարար է, այդ շեմը հատելու ամեն ինչը կա, առողջությունը այնքան թույլ է, որ մենք չենք կարողանում։ Դե պիտի մենք մեր նկատմամբ, տեսեք որ Արարիչը ասում է, որ ամենակարևոր տեղը տալիս է ֆիզիկական մարմնի մեր բոլոր 4 կոմպոնենտներից։ Դա հենց այնպես չի, որ առաջնային տեղում, այո, մենք պետք է մեր ֆիզիկական մարմնի նկատմամբ շատ ուշադիր լինենք։ Ինչի, որովհետև հոգին այսպես թե այնպես անմահ է։ Ջերմությունը այսպես թե այնպես Արարչի կողմից մեզ տրվում է, գնում է այնտեղ էլի նորից վերալիցքավորված իր այդ ամբողջ էներգիայով, ջերմությունով եւ այլն հետ է գալիս։ Տրամաբանությունը ցուցիչ, տրամաբանություն, գիտակցություն եւ այլը սրանք բոլորը վերականգնվում են, մաքրվում են Արարչի կողմից, բայց ֆիզիկական մարմինը մեր, այսինքն եթե մենք չունենք ֆիզիկական մարմինը առողջ, այս ամբողջը դառնում է հեչ, որովհետեւ մենք, այո, պատրաստվում ենք մեր ֆիզիկական մարմնով, այսինքն այս ամբողջ պայքարը դրա համար է, որ մարդը ֆիզիկապես ապրի հավիտենական կյանքով, ոչ թե մենք գնանք մերնենք, որ գնանք մեր հոգի հոգու գոյությունը եթե բավարար լիներ, իհարկե, ընդհանրապես գործունեության համար, արարչագործության շարունակության համար, Արարիչը մարմին չէր ստեղծի։
Այսինքն դա հոգունել չէ ստեղծել։ լիարժեք է դառնում մարմնով։ կապրեին։ Յոգան օրինակ հոգու զարգացման վրա է մենակ աշխատում։ Կան թերի։ Շատ թերի է։ Մարմնի անջատում չի Բայց յոգան ճիշտ է։ Մերը չի յոգա։ Մենք յոգա չունենք ու ուղղորդվում է հակառակորդ կողմից է ուղղորդվում յոգան բացարձակապես կապ չունի իրական կարևոր արարչական ուսմունքի հետ բացարձակապես մարդը իր մարմինը չսիրեց, որ չաղանում են։ Բազը։ ինքը ուրեմն այդ շարժումների գործողությունների եւ այլնի արդյունքում քեզ տանում է հակառակորդ տիրույթ այսինքն տիրապետել է դարձնում նրանց կողմից միավորից։ միևնույնն է մենք Երկուսը գիտության չէ, չենք եթե տիրապետում մեկից որի հաշվի ցածր է, որի շնորհիվ կարող ենք ինչ-որ բան անել բացառված է։ բայց նրանցով արդեն կառավարելի ենք Ռուբեն դառնում Գրիգորյանը, որ մեզ ընդհանրապես հետ է, հայտնվում ենք նրանց Այդ տիրույթում իրենց բազմակի վնասումներից Մնացածը իրենք են անում, ինչ դեռ անում։ մեկի Այո։ հիմա չի հասել։ Դրանից մենք օգտվում ենք մի այլ ձևի, այո, Հա։ բայց իր առողջական խնդիրները այն աստիճանի են իրեն վնասել, որ մեզնից ցանկացած մեկը, եթե չունենա իրենց պաշտպանությունը, 100 անգամ մահացած կարող է լինել։ 100 անգամ նույնիսկ բայց ավել։ իր առողջությունը այսքանին հասել այդ 0.7-ին հասել է 0.07-ից 0.7-ից հա 0.07-ից այսինքն մահամերձ վիճակից երկարատև մահամերձ վիճակից իրեն հասցրել են գրեթե լիարժեք կենսագործունետ բայհարկե իրանց նույնիսկ բժշկությունը ասեմ չի կարող ավելին բուժել այդ խնդիրները որ իրեն պատճառել են այդ վնասները երկրի վրա բուժում չունեն նույնիսկ ասեմ ավելին իր բուժումը ժամանակ առ ժամանակ արարչի հսկողության տակ է այս պահին կոնկրետ լինում է որ ինքն է գալիս իրեն բուժելուն իր հսկողության տակ է դա հասկանում եք գրեթե տիեզերքում նախադեպը չունեցող իրավիճակը ոչ թե գրեթե այլ չկա Եթե այդ մարդը չի չէ իրավարական ներվերը ներվային բջիջները որ ամբողջ մարմինը կառավարում են կտրտված են մի շատ հետաքրքիր զուգադիպում չեմ ուզում ասել, էլի շատ կարևոր նախաձեռնություն որտեղի ունեցավ, մեր առաջին եթեր դուրս գալու օրը։ տեղյակել չի Մենք անգամ տեղյակ չենք, որ նման բան պիտի լիներ, հենց կոնկրետ մեր հետ աշխատող դիցերի նախաձեռնությունը այդ ժամանակ Անաիդայի այդ արձանի այո կիսանդրու բերելը Հայաստան։ Այսինքն ինչի համար էր սա այսպես նախատեսված, որ այո, այն որ զարթոնքի ոնց որ են հիմքն է դրվում այստեղ։ Սուրբ սրբոց սրբերից արարիչ, Սուրբ սրբոց սրբերից արարիչ, Սուրբ սրբոց սրբերից արարիչ, Սուրբ սրբոց սրբերից արարիչ։ խնդրում եմ Շուտապույտ թող երկրի վրա իր շարունակությունը գտնի այն արդար պատժի գործընթացը։ Բայց նոր է քո խոսքը, քո գործը, որ բերել է զարթոն կարտնացում Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում Կհնչեն ապագա երկերը Շեփորները հաղթական օրվա Գահայտնի մեր նախնյաց երկիրը Մոխրացած անցյալի վրա Եվ նոր է քո խոսքը, քո գործը Որ բերել է զարթոն կարտնացում Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում